Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Gastrocamp Armenia նախաձեռնության մասին, իսկ իմ հյուրը Gastrocamp Armenia-ի հիմնադիր ղեկավար Աննա Մազմանյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ ենք շատ մեր ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Ամենասկզբից սկսենք, Gastrocamp Armenia նախաձեռնությունից խոսենք։ Ինչից սկսվեց ամեն ինչ։ Ինձ թվում է, որ առաջի միտքը նրանից էր, որ ինչ լինում է, ինչ որ մեծ իրադարձություն միշտ լինում է դե Երևանում։ Ու մենք մտածեցինք, որ շատ կարևոր է, որ մեծ եւ մասշտաբային եւ հետաքրքիր ինչ որ իրադարձություններ լինեն եւ մարզերում։ Եվ առաջի անգամ 19 թվականին մենք արեցինք Կոտայքի մարզում, հետո արեցինք Տավուշում, իսկ հիմա արդեն գտնվում ենք ձեր մարզում։ Նախաձեռնության նպատակը ո՞րն է, մի փոքր փակագծերը բացենք։ Ինքը ի սկզբանե այն նպատակն է, որ մենք օգտագործենք ուտելիքը եւ խոհանոցը, որպես այն գործիքը, այն բանալին, որը որ կբացի դուռը դեպի մարզ եւ կօգնի այն զարգացնել։ Այսինքն դուք կարծում եք, որ զբոսաշրջիկները ուտելիքի միջոցով ավելի շատ կներգրավվեն տվյալ մարզերում, թե պարզապես սա մի ճյուղ կարող է լինել, որը կնպաստի դրան։ Համ, ասեմ, որ դա շատ ընդունված է, նախ գաստրոտուրիզմն է շատ ընդունված, ֆուդ տուրիզմն է շատ ընդունված աշխարհում, եւ դուք նկատեք, որ դուք կարող ես ուտելիքով 10 այն ինֆորմացիան, այն գիտելիքը, որը շատ հաճախ առանց լեզու իմանալու, կարող է լինի շատ պարզ ու հասանելի այն մարդկանց համար, ովքեր որ գալիս են գյուղը կամ քաղաքը եւ փորձում են ինչ-որ նոր ուտեստ։ Բայց մեր նպատակն է նաեւ տալ շատ խորը եւ գիտակից այդ մոտեցումը, ուտելիքի նկատմամբ, որ դու գալիս ես մարզ, դու գիտես ինչի համար ես, գալիս շատ կոնկրետ քաղաք, Կապան, օրինակ կամ ինչ որ մի հարակից գյուղ, եւ դու գիտես ինչի համար ես գալի, ինչ պատմություն կա այդտեղ, ինչ մշակույթ, ինչ լեգենդներ, ինչ երգեր եւ ինչ ուտելիք։ Ուտելիքներից, քանի որ ուտելիքներից սկսեցինք խոսել, ուտելիքների թեման փակենք, հետո անցնենք առաջ։ Խոսքը ինչպիսի ուտելիքների մասին է, այսինքն այստեղ տուրքը տրվում է ազգային ավանդական ուտեստներին, հազարամյակներով այսպես մատուցվող ուտեստներին, թե փորձում ենք նաև ժամանակակից ձևերով այսպես մատուցումներ իրականացնել, որ ավելի գրավիչ լինի, այսպես ասած։ Ժամանակակից ավանդականի հետ ինչպես եք փորձում միահյուսել։ Նայեք, կան գյուղեր, որտեղ կան ուտեստներ, այսինքն կա բաղադրատոմս, արդեն ինքը պատրաստ է, շատ երկար ժամանակ արդեն դա պատրաստում են, դա հայտնի է եւ այլն, բայց օրինակ դա չի կազմում մաս ինչ որ մի ռեստորանի օրինակ մենյուում, այո։ Հիմա մեր նպատակն է, որ այդ ուտեստը մենք վերցնենք ու փորձենք տեղափոխենք արդեն այդ ճաշացանկ, որ այդ ուտեստը ապրի, բայց նաև շատ կարևոր է, թե ինչ բաղադրիչներ ենք այդ ուտեստում, օգտագործում, եւ դա շատ հաճախ էլ ավելի, կարևոր է, ինչ ցորենի տեսակ ենք օգտագործում, ինչ մսաբնթերք ենք օգտագործում, ինչ կատնամթերք ենք օգտագործում, ինչ խոտաբույսեր ի վերջո, մենք այդքան շատ հայտնի ենք եւ ունենք բազմաթիվ բույսեր, որոնք մենք շատ ակտիվ չենք օգտագործում կամ օգտագործում ենք օրինակ կթթու ենք դնում, ու մենակ այդ ձևով ենք մենք ճանաչում եւ օգտագործում։ Հիմա մեր նպատակը ունենալ այդ հերոս մթերքը եւ բաղադրատոմսը եւ միավորել իրար եւ տեսնել ոնց կարող ենք մենք դա ավելի ակտիվ օգտագործենք եւ ապրեցնենք։ Ում եք ներգրավել ծրագրում նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում եւ առհասարակ նախաձեռնության աջակիցները ովքեր են։ Գիտեք, շատ հետաքրքիր են մեր պրոյեկտները, ասեմ, որ բազմաթիվ մարդկանց եւ Երևանից եւ Հայաստանից եւ իհարկե արտասահմանից մենք կարողանում ենք մեր շուրջ միավորել։ Ինձ թվում է կա մի գաղտնիք, նախ մենք չենք հետապնդում ինչ-որ շահ, մենք անում ենք մեր երկրի համար, մեր մարզերի համար, Կապանի համար եւ դա շատ հետաքրքիր ձևով շատ ակտիվ գրավում է մարդկանց, նաեւ արտասահմանում։ Օրինակ հիմա մենք դիմել ենք շատ հայտնի մի շեֆ խոհարարի, դեռ չեմ ասի անունը,
բայց հենց առաջին նամակից իրանք շատ արագ մեզ արձագանքեցին, ասեցին, «Էս ինչ հետաքրքիր, ինչ կարևոր դուք գործ եք անում», այսինքն իրանց պետք չէր, հա, բացատրել, թե ինչի ենք անում, ում համար ենք անում, իրանք ասեցին, մենք գալիս ենք, դա չի քննարկվում, շատ կարևոր է ու շատ հետաքրքիր, հա, նաև իրենց համար է փորձ։ Եվ այս պրոյեկտները մեզ տալիս են այդ հնարավորությունը, որ մենք ներգրավենք շատ բազմաթիվ մարդկանց, օրինակ այս օրերին, հա, Կապան են գալիս Երևանից շատ հետաքրքիր եւ պատմաբաններ եւ մշակույթաբաններ եւ կրեատիվ մարդիկ, օրինակ մարքետոլոգներ, հա, արվեստի մարդիկ եւ այլն, հա, որոնք իրենց ամենաթանկը, իրենց գիտելիքը եւ ժամանակը, հա, պատրաստ են տան մեզ, որ մենք, հա, օգնենք, որ Կապանի համար բան ստեղծենք այդ պրոդուկտը։ Հիմա գանք Սյունիք։ Սյունիքում երբանից է սկսել Գաստրոքեմփ Արմենիան ծրագրեր իրականացնել եւ մինչ օրս արդեն ինչ ծրագրեր եք իրականացրել, վերջնարդյունքում ինչ եք նախատեսում անել։ Ուրեմն մենք միշտ որ արել ենք, հա, մարզերում ինքը տևել այդ ծրագիրը բավականին կարճ, այսինքն 1 ամսի, հա, 3 ամիս։ Բայց մենք անցյալ տարի ամռանը եկանք Կապան, մենք հասկացանք, որ այս ծավալը, հա, ինֆորմացիայի շատ մեծ է եւ իհարկե շատ մեծ է տարածքը, որ պետք է մենք ուսումնասիրենք եւ ստանանք այն ինչ որ մենք ուզում ենք ստանանք, հա, այդ արդյունքը եւ որոշեցինք, որ պետք է շատ քայլ առ քայլ իրականացնենք, նախ մենք կենտրոնացանք այդ PR արշավի վրա, հա, որ մարդիկ գան Կապան, հա, արի Կապան եւ մենք ընտրեցինք, որ մեր համար այդ կենտրոնում այդ արշավի, հա, պետք է լինի հենց մարդը եւ որոշեցինք անենք ֆոտո մեծ պրոյեկտ Արի Կապան, հա, որտեղ որ շատ հայտնի եւ կարող է ոչ շատ հայտնի, հա, կապանցիներ ասում են Արի Կապան եւ ինչու համար են իրանք կանչում Կապան։ Արեցինք այդ ցուցահանդեսը, մեկ անգամ արեցինք Երևանում, հետո արեցինք ստեղ բացումը արդեն Կապանում եւ իհարկե օդանավակայանում, որտեղ ասում ենք Արի Կապան ինքնաթիռով, ինչը ես գտնում եմ շատ կարևոր է, որ մենք մարդկանց ասենք, որ կա չվերթ, որ դու կարող ես, հա, Երևանից շատ կարճ ժամանակում, շատ հարմարավետ գաս հասնես Կապան, ինչը ամբողջովին, հա, փոխում է իրավիճակը եւ այդ վերաբերմունքը դեպի գալ Կապան, իդեպ ուզում եմ ասեմ, որ միշտ որ ասում են, վայ, Կապան շատ հեռու է, եկեք սենց պայմանավորվենք, որ չի կարելի, հա, բողոքել քո երկրի չափերից, հա, պետք է լինենք ուրախ, հա, պետք է լինենք, այո, ուրախ, որ շատ երկար մենք կարող ենք գնալ եւ չհասնել, հա, ինչ որտեղ, հա, որովհետեւ մեծ է մեր երկիրը։ Եվ դրա համար ուզում եմ ասեմ, որ նաև այդ ճանապարհը, հա, դեպի Կապան ինքը կարող է լինի շատ հետաքրքիր եւ մենք նաև այդ դրա վրա ենք աշխատում, որ Կապանը, հա, արևի պես ինքը լինի այդ կենտրոնը եւ տանք այդ ճառագայթները, հա, որ մարդիկ օգտվել են ու գան, օրինակ, կան Մեղրիից, կան Պարսկաստանից, հա, մենք անենք այդ ճանապարհը, որ մարդիկ կարողանան նստեն մեքենայով Պարսկաստանից գան Կապան, բայց նաև այդ ճանապարհը իրենց համար լինի շատ հետաքրքիր, ինչ որ տենց վառ կանգառներով եւ այլն։ Խոսենք Արի Կապան ինքնաթիռով հատկապես ցուցահանդեսից, հետաքրքիր է, երբ որ ցուցահանդեսը բացվեց, այդ ընթացքում ինչպիսի հետաքրքրություն կար ցուցահանդեսի հանդեպ։ Ունեք նման ուսումնասիրություն։ Այո, շատ մեծ էր, նաեւ ասեմ, որ մենք նկարել ենք շատ հետաքրքիր վիդեո, եթե չեք տեսել, հա, բացեք մեր էջը նայեք, թե ոնց են այդ նկարները, ֆոտո նկարները, հա, գալիս Երևան եւ այդ հոլովակը գրեթե երևի հա 2 ամիս ինքը պատտվում էր անընդհատ եւ բազմաթիվ մարդիկ նույնիսկ ինձ են, հա, զանգահարել, ասել են, իսկ երբ, հա, ինքնաթիռ, ասեմ, բա գիտեք, ես չեմ զբաղվում այդ հարցով, ուզում եմ ասեմ, այդքան իրանք հոլովակը բավական գեղեցիկ էր ստացվել։ Շատ գեղեցիկ էր ստացվել, այո, եւ շատ գրավիչ էր եւ մարդիկ հա տեսան ինքնաթիռը, հա տեսան պայմանները, իմացան, որ շատ կարճ է տևում, որ դա հարմարավետ է, դա ապահով է, որ կարող ես գաս Կապան եւ գաս հետ եւ վայելես այդտեղ ինչ որ մի շատ գեղեցիկ տեղ ընթրիքդ կամ քո ընկերների հետ այդտեղ ժամանակ անցկացնես։
Այս օրերին Կապանում այդ ծրագրի շրջանակում տեղի ունեցողի մասին մի քիչ խոսենք, բացենք փակագծերը։ Դուք արդեն ճիշտ է նշեցիք, որ տարբեր ոլորտի մասնագետները ինչ են անելու այդ ոլորտի մասնագետները Կապանում։ Ուրեմն մեր մոտեցումը միշտ եղել է խիստ գիտահեն, այն ամեն ինչում ինչ մենք արել ենք, եւ մենք միշտ եղել ենք բաց եւ ազատ, հա, ասելով որ մենք օրինակ պատմաբաններ չենք կամ շեֆ խոհարարներ չենք, դրա համար մենք դիմում ենք հա մասնագետներին եւ կազմակերպում ենք իրենց աշխատանքը, որ իրանք պետք է անեն այդ ճանապարհային քարտեզը, որ ես արդեն հա նշեցի, որը որ մարդիկ կան Կապան եւ Կապանից եւ Կապանում եւ Կապանի շուրջ իմանան թե ինչ պետք է տեսնեն, ում այցելեն, ինչ փորձեն եւ այդ ամենը լինի շատ գիտահեն, ճիշտ օգտագործված նախշերով, ճիշտ ուտեսներով, ճիշտ պատմություններով եւ իհարկե շատ կոնկրետ տեղերով, հա, որոնք մի աննկարագրելի մեծ քանակով կա հենց Կապան համայնքում։ Այսինքն ներուժը ամբողջովին բացահայտված չէ, դուք փորձում եք մասնիկը դառնալ ներուժը բացահայտողների, այո։ Եվ նաև ասեմ, որ շատ կարևոր է այս աշխատանքի, հա, ընթացքում մենք նաև կբացահայտենք, թե ինչ պոտենցիալ ունի, այսինքն մենք ունենք շատ հստակ ցանկ եւ ստանդարտներ, հա, որով օրինակ 10 կետ կա եւ մենք կտեսնենք որ 8 կա, բայց այն երկուսը չկա, օրինակ քիչ են էլեկտրո, հա, օրինակ մեքենաների այդ կայանատեղերը, կամ չկա ինֆոկենտրոն, կամ այստեղ կա մեծ պոտենցիալ, որ նոր բիզնեսներ բացվեն, այսինքն մենք նաև դա ենք առաջարկելու, այդ տալու ենք այդ ռեկոմենդացիաները, որ այ մենք առաջարկում ենք ձեզ, այ արել ենք այս քարտեզը, բայց այդտեղ պակասում են օրինակ այս կետերը։ Եվ արդեն օրինակ ներդրումային ծրագրերը իրենք կարող են արդեն այդ դրա շուրջ կառուցվեն։ Կապանում էլ ինչեր են նախատեսվում առաջիկայում անել։ Այս գիտաժողովից հետո մեր հաջորդ փուլը դա այն դասընթացներն են, որոնք օգնելու են հա Կապանում ենթակառուցվածքներին, որ իրանք լինեն պատրաստ այդ մարդկանց ընդունել, այսինքն դա եւ շեֆ խոհարարների համար, եւ մատուցողների համար, եւ PR-ի համար, եւ օրինակ սոցցանցերը ոնց ճիշտ վարել, հա, այդ հյուրանոցների եւ օրինակ այդ ռեստորանների։ Նաեւ հյուրանոցներում ինչը պետք է արվի, որ բարելավի, որ ավելի, հա, օրինակ որ booking-ում դու դնես edge-ը բացես, թե ոնց պետքա դնես, ինչի մասին պետքա պատմես, հա, ինչ ֆոտոներ պետք է անես։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Այդ թեմաներով, հա, մենք կկառուցենք այդ դասընթացները 3-4 օր, այդ մայիսի երևի թե ամենատենց վերջի օրերը կլինեն այդ դասընթացները, իսկ հունիսի 10-ից մենք սկսում ենք շեֆերի այդ էքսպեդիցիան, այ հիմա որ մենք ստեղծում ենք այդ բովանդակությունը, իրանք պետք է անեն test drive այդ բովանդակության, այսինքն իրանք պետք է նստեն այդ մեքենաները եւ գնան այդ քարտեզով, հա, այցելեն այդ վայրերը եւ փորձեն այդ ուտեստները, բան տեսնեն մարդկանց, այցելեն թանգարանները եւ այլն եւ այլն։ Եվ դրա վերջում մենք ստեղծելու ենք Կապանի մենյու, որը որ կմնա ստեղի ռեստորաններին եւ տալու ենք այդ մեծ ընթրիքը, հա, որտեղ մենք նաեւ այդ ուտեստը ոնց է պետք ճիշտ մատուցել, ձևավորել, էդ էլ կլինի այնտեղ արտացոլված։ Իսկ մարզի այլ քաղաքներում նախաձեռնությունը հանդես կգա, թե դեռևս այդպես նախանշված ծրագրեր չունեք։ Նայեք, մենք ընտրել ենք Կապանը, հա, որպես կենտրոն, էպիկենտրոն, եւ ոնց ես ասացի, ինքը հա պետք է մենք դիտարկենք, հա, որպես արև, եւ իհարկե ինչ որ չափով հա լինելու են նաեւ ներգրաված այլ քաղաքներ, հա, որովհետեւ անհնարին է անել Կապանի մասին, բայց չպատմել օրինակ Կտաթևի մասին, հա, կամ Մեղրիի մասին։ Բայց իհարկե մեծ կտորը դա Կապանն է եւ շուրջ գտնվող այդ բոլոր գյուղերը։
Փորձը ինչ է ցույց տալիս, այլ ասացիք, որ այլ մարզերում եք արդեն ծրագիրը իրականացրել, ունեք նման վիճակագրություն առհասարակ, թե ձեզնից հետո, ձեր ծրագրից հետո այդ հետադարձ կապը, այսպես ասած, էլի ինչպես ազդեցությունը ինչպիսին է եղել տվյալ բնակավայրերի վրա։ Ուրեմն բերեմ շատ կոնկրետ օրինակ, դա օրինակ Լեռնանիստ գյուղն է, որը որ գտնվում է Կոտայքում եւ այնտեղ մենք իրականացրել ենք պրոյեկտ, այսինքն բգրել ենք այդ պրոյեկտը, բայց երբ որ արեցինք գաստրո քեմփը, արդեն շատ կոնկրետ տեստ դրայվը արեցինք այդ պրոյեկտի եւ հիմա ինքը Լեռնանիստ է, ինքը դարել է այնց բավականին հայտնի տեղ տուրիստական, հատկապես ձմռանը, այնտեղ մարդիկ գնում են եւ դահուկ են քշում, այնտեղ այցելում են շատ կոնկրետ տներ, որտեղ արդեն մարդիկ պատրաստ են ընդունել մարդկանց, այսինքն իրենք գիտեն ոնց ընդունեն, ինչ մենյուներ պետքա կազմեն, ամռանը դա մի մենյու է, օրինակ ձմռանը դա ուրիշ մենյու, այնտեղ անցնում են օրինակ մաստեր կլասեր, մարդիկ գնում են ինչ որ ուտեստներ են, պատրաստում եւ շատ հայտնի է դառել Լեռնանիստ, բայց այդ մարդիկ, ովքեր որ հիմա այնտեղ աշխատում են, իրանք անցել են օրինակ մեր դասընթացները եւ մենք իրենց օգնել ենք, որ այդ մենյուն իրանց մոտ լինի։ Դա շատ վառ ու շատ լավ օրինակ է։ Նույնը մենք արել ենք օրինակ Կտավուշում, այնտեղ մենք բացահայտել ենք շատ հետաքրքիր կերակրատեսակներ, նաև ասեմ, որ մեր պրոյեկտը շատ ակտիվ օգնում է, որ այդ կետերը արվեն PR, այսինքն մենք նրանց դարձնենք էլ ավելի ճանաչելի եւ ոչ թե այդ ստանդարտ բաներով, այդ քյաբաբ ու խորոված եւ այլն, դա մեր մոտ դա ուղակի սենց բացառված է։ Դու պետքա գնաս մարզ, դու պետքա գնաս տարբեր տեղեր այդ մարզում եւ փորձես շատ տարբեր ուտելիքներ։ Եվ այդ հարցում մենք եւս իրանց օգնել ենք։ Ճանապարհին նախաձեռնությունը կյանքի կոչելու 19 թվականից ինչպես հասկացա գործունեություն եք ծավալում, ինչ խնդիրների եք բախվել առհասարակ եւ այսօր էլ ինչ խնդիրներ ունեք։ Բախվել ենք բազմաթիվ խնդիրների, բայց շատ դժվար է առաջի փուլում եղել օրինակ ասել ինչի մասին է այս պրոյեկտը, որտեղ երբ որ ասում են ուտելիք, միշտ պատկերացնում են, որ դա ինչ որ տեն փառատոն է, որտեղ կան տաղավարներ ու մարդիկ ուղղակի գալիս են ուտեստ են, ներկայացնում։ Ոչ, մեր պրոյեկտը դրա մասին չի, մեր պրոյեկտը նրա մասին է, որ մենք ստեղծենք այդ կոնտենտը, որ արդեն այդ փառատոնները գրագետ օգտվեն այդ դրանից։ Եղել է միշտ խնդիր ինչ որ երկրում իրադարձությունների հետ կապված, որ մենք ստիպվել ենք ինչ որ բաներ հետաձգենք կամ տեղափոխենք, բայց ասեմ, որ մենք երբեք չենք հանձնվել, այսինքն մենք մեր ճանապարհը գծել ենք ու գնացել ենք այդ ճանապարհով, եղել են այդ ճանապարհին եղել է եւ կոവിഡ് եւ պատերազմ, բայց մենք չենք կանգնել, չենք հանձնվել ու շարունակում ենք աշխատել ու նաեւ այս տարի ընտրել ենք, եւ անցյալ տարի ընտրել ենք մենք Կապանը, որովհետեւ մենք շատ ենք կարեւորում եւ մարզը եւ քաղաքը եւ ասել եմ եւ միշտ ասել եմ, որ Կապանը ունի մի արտակարգ պոտենցիալ դառնալ մեր երկրի այդ բիզնես կենտրոնը։ Եվ ծրագրի շարունակականություն կա, որպես այդպեսին, թե մինչև որ թվականը պետք է շարունակեք գործունեություն ծավալել, գուցե հետո բնույթը փոխեք, ավելի ընդարձակվեք, կան նման նպատակներ նախաձեռնության։ Իհարկե մենք ուզում ենք անենք այս ծրագիրը բոլոր մարզերում մեր եւ տանք այդ հնարավորությունը եւ ստեղծենք այդ բովանդակությունը աշխատենք տեղի մարդկանց հետ, դա շատ կարևոր է ու ասեմ, որ ինձ միշտ ասում են, իսկ դժվար չի մարզերում, ասում եմ ոչ, ինձ մարզերում շատ ավելի եղել է հեշտ, քան Երևանում օրինակ, որովհետև կա այդ սովը, որ մարդիկ ուզում են ստանալ նոր գիտելիք, ուզում են, որ իրենց մոտ գան այդ մասնագետները ու այս տարի մենք այդ հնարավորությունն ենք տալիս, բերել Կապան այն մակարդակի մարդկանց, որոնք ասեմ, որ երևի թե այդ մակարդակի մարդիկ չեն եկել նաև օրինակ Երևան, բայց մենք բերելու ենք մարզ։
Իհարկե ուզում ենք այդ հնարավորությունը տանք, հա, եւս ուրիշ մարզերին եւ ես հույսով եմ, որ մենք կկարողանանք դա անել։ Բացի այն անհատներից, որոնց հետ որ դուք աշխատել եք, աշխատելու եք, կան կազմակերպություններ, որոնք ձեզ աջակցում են տարբեր հարցերով, ֆինանսական, կազմակերպական եւ մի շարք այլ հարցերով։ Այո, ասեմ, որ շատ կարեւոր է, հա, երբ որ շատ կոնկրետ այն համայնքում, հա, որտեղ որ դու իրականացնում ես քո գործունեությունը, այդ համայնքը քեզ աջակցում է, քաղաքապետն է քեզ աջակցում, ինքը գիտի ինչի համար ես անում, ինքը տեսնում է այդ պոտենցիալը, ինքը դա գիտակցում է ու աջակցում է ու ասեմ, որ ստեղ կապանում, հա, բոլոր այդ կառույցները, թե օրինակ թանգարանները, թե համայնքապետարանը, հա, մեր կողքը եղել են, հա, կանգնած առաջի օրվանից եւ դա շատ կարեւոր է, հա, որովհետեւ հետո այդ գիտելիքը, այդ բովանդակությունը ինքը պետքա մնա, հա, մարզին ու հետո իրան ոնց որ բանը ոտ էստաֆետան դու փոխանցում ես իրենց եւ իրենք դա հա տանում են եւ հետեւում են եւ իրանց համար դա առիթ է, որ այդ դրանից ինքը կարող է դառնալ շատ հետաքրքիր, ես ոնց արդեն ասեցի, հա, օրինակ ներդրումային, հա, ծրագիր, որ իրանք բացուս տան ասեն այս արդեն կա, բայց այս կետերը օրինակ մենք ունենք կարիք եւ կոնկրետ ներդրողներ, հա, ովքեր ուզում են ստեղ օրինակ հյուրանոց կառուցեն, իրանք արդեն այդ բրենդավորված այդ ամեն ինչ ունենալու են եւ դա կլինի եւ կապանին շատ մոտ եւ ինչ որ նոր բան էլ պետք չի, հա, հորինել թե գույնային, թե լոգոներով, թե բրենդերով, թե ասացվածքներով, այդ ամեն ինչը արդեն արված կն եւ իհարկե այդ մենյուով։ Դրա համար ես շատ եմ, հա, կարեւորում, որ թե համայնքապետը, թե աշխատակիցները, հա, համայնքապետարանի առաջի օրվանից եղել են, հա, մեր կողքը եւ նաեւ ասեմ, որ Քաջարյանի նաեւ մեզ շատ են աջակցում ու դա շատ կարեւոր է եւ նաեւ այդ մարդիկ, ովքեր հա տեղերում են, իրանք տեսնում են, որ մենք մի թիմ ենք, դա ասենց մի ուրիշ մթնոլորտ է ստեղծում։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր նախաձեռնության համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք Gastrocamp Armenia նախաձեռնության մասին իսկ իմ հյուրը Gastrocamp Armenia-ի հիմնադիր ղեկավար Աննա Մազմանյանն էր։ Հաջողություն։